Բարի երեկո, դուք դիտում եք բացահարթակ, այսօր տեսակապի միջոցով զրուցելու եմ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ։ Բարի երեկո, պարոն դեսպան։ Բարի երեկո։ Եվ այսպես, տարածաշրջանային այս ճգնաժամի սկզբնական շրջանում ավիահաղորդակցության խաթարման պատճառով Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ տարհանման խնդրի առաջ են կանգնել։ Այս ուղղությամբ ինչ աշխատանքներ եք իրականացրել։ Այո, ուրեմն փետրվարի 28-ից սկսված բավականին ծանր իրավիճակ ստեղծվեց Էմիրություններում, հատկապես բոլորին հայտնի է, որ Էմիրությունները բավականին գրավիչ զբոսաշրջային ուղղություն է Հայաստանի քաղաքացիների համար եւ մեծ թվով քաղաքացիներ էին հայտնվել Էմիրություններում եւ բարդկացության մեջ, որոնք չէին կարողանում կամ դժվարություններ ունեին վերադառնալ Հայաստան։ Այդ ընթացքում դեսպանությունը Աբու Դաբիում եւ Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը, մենք երկու ներկայացուցչություններ ունենք Էմիրություններում, միասնաբար աշխատել են, որպեսզի կարողանան սկզբնական շրջանում օգնել քաղաքացիներին իրենց կեցության հետ կապված հարցերում եւ իսկ այնուհետեւ օժանդակել նրանց վերադարձը Հայաստան։ Ընդհանուր առմամբ Հայաստանի քանի քաղաքացի է այդ этаպում տարհանվել Արաբական Միացյալ Էմիրություններից։ Գիտեք, ես մի փոքր ճշտում մտցնեմ։ Տարհանում տեղի չի ունեցել։ Մենք տարհանումը մի փոքր ավելի լայն հասկացություն է, այդ դեպքում պետք է բոլոր քաղաքացիներին տարհանենք, նաև դա ենթադրում է, որ դիվանագիտական անձնակազմը պետք է կրճատվեր տեղում, բայց տարհանում տեղի չի ունեցել։ Դեսպանությունը եւ հյուպատոսությունը օժանդակել են Էմիրություններում գտնվող Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ժամանել էին այստեղ զբոսաշրջային կամ այլ կարճաժամկետ նպատակներով։ Օժանդակել ենք նրանց, ովքեր որ նախընտրել են Մասկատի Օմանի ճանապարհով Հայաստան վերադառնալը։ Տրամադրվել է անվճար ուղևորափոխադրում Աբու Դաբիից եւ Դուբայից դեպի Մասկատի օդանավակայան։ Իսկ ինչ վերաբերվում է թվերին, ընդհանուր մենք հենց առաջին օրվանից սկսած փորձեցինք ապահովել քաղաքացիների գրանցումը դեսպանությունում եւ հյուպատոսությունում եւ ընդհանուր գրանցվածների թիվը 512-ն է։ Սա իրական պատկերը թերևս չի տալիս, ամբողջական պատկեր չի տալիս, որովհետեւ կարող էին լինել եւ կային քաղաքացիներ, որոնք ուղղակի չէին գրանցվել։ Բայց այս թվին նաև պետք է մենք գումարենք, ունենք 98 ուսանող Էմիրություններում սովորելու, որոնք այդ պահին դեռևս գտնվում էին Աբու Դաբիում։ Այսինքն բավականին մեծ 600-ից ավելի քաղաքացիներ կային այստեղ, որոնք որ գրանցվել էին դեսպանություն։ Այդ գործընթացի կազմակերպման ընթացքում տեխնիկական եւ լոգիստիկ խնդիրներ առաջացել են, թե ոչ, պարոն դեսպան։ Գիտեք, անշուշտ դա ոչ ստանդարտ իրավիճակ է եւ պիտի տեխնիկական եւ լոգիստիկ եւ շատ այլ բնույթի խնդիրներ առաջանան, որոնց որ ըստ էության հաջողվել է լուծվել։ Առաջին ուղևորափոխադրումը իրականացնելու ժամանակ դժվարություն ունեցանք, համապատասխան տրանսպորտային միջոց գտնվեց իհարկե վերջում, բայց դժվարությամբ, որովհետև պատկերացնում եք, ասեցի, որ Էմիրությունները գրավիչ զբոսաշրջային ուղղություն է ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհի համար եւ շատ տարբեր երկրների քաղաքացիներ էին գտնվում այստեղ, որոնք որ նույն ըստ էության խնդրի առջև էին կանգնել չվերթների չեղարկման պատճառով եւ այդ առաջին 1-2 դեպքում մի փոքր դժվարություններ առաջացան, որոնք որ իհարկե լուծվեցին։ Մենք Աբու Դաբիից եւ Դուբայից միասին 9 ուղևորափոխադրում ենք իրականացրել, 5-ը Դուբայից եւ 4-ը Աբու Դաբիից, եւ այդ ուղևորափոխադրումների
հնարավորությունից, անվճար փոխադրումների հնարավորությունից օգտվել է 246 քաղաքացի։ Բավականին մեծ է թիվը եւ իհարկե կային մարդիկ, որոնք որ իրենց անձնական միջոցներով հրաժարվել են, այսինքն այս կազմակերպված ուղևորափոխադրումներից իրենց անձնական միջոցներով են մեկնել Մասկատ եւ այնտեղից Երևան, կային մարդիկ, որոնք որ ուղղակի տեղում սպասեցին եւս մի քանի օր մինչեւ տեղական ավիափոխադրողները սկսեցին մասնակի իրենց չվերթների իրականացնել եւ այդպես վերադարձ։ Քանի որ մենք գիտենք, որ Դուբայը ամենապահանջված ճամփորդական ուղղություններից է, այս դեպքում այստեղ կային հատուկ առանձնահատկություններ հենց Դուբայի դեպքում, թե բոլոր ընդհանուր առմամբ նույն իրավիճակն է եղել, ինչ Արաբական Միացյալ Էմիրությունների մյուս հատվածներում։ Ասեմ, ճգնաժամային առաջին իսկ օրերից տեղական իշխանությունները հայտարարեցին, որ կառավարությունը կամ իշխանությունները իր վրա ստանձնում է զբոսաշրջիկների կեցության ծախսերը, որոնք որ իրավիճակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Բայց պիտի մի կարևոր հանգամանք հաշվի առնել, Արաբական Միացյալ Էմիրությունները դաշնային պետություն է եւ յուրաքանչյուր էմիրություն նաեւ ունի իր ներքին ինքնակառավարման հնարավորությունը։ Աբու Դաբիում մենք երբևիցե խնդիրներ չառաջացան մեր զբոսաշրջիկների հետ իրենց կեցության հետ կապված հարցերում, սակայն մյուս էմիրություններում նման հարցերի առջև կանգնեցինք, իհարկե մեծ մասամբ Դուբայում եւ մեր հյուպատոսության աշխատակիցները եւ դիվանագետները պետք է ասեմ եւ նաեւ տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչները բավականին հրատապ կերպով փորձեցին լավագույն լուծումներ ապահովել։ Այդուամենայնիվ այս ճգնաժամային իրավիճակում ինչպիսին է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունների հետ դեսպանության համագործակցությունը։ Նորից հենց առաջին իսկ օրերին տեղական իշխանությունները հատուկ հանդիպումներ կազմակերպեցին հավատարմագրված դիվանագետների համար, բացատրելով իրավիճակը եւ ներկայացնելով, թե ինչպիսի քայլեր են իրականացնելու քաղաքացիների վերադարձը ապահովելու համար։ Մենք միշտ կապի մեջ ենք եղել տեղական իշխանությունների հետ, իհարկե առաջին հերթին արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ ապահովվել է, այսինքն գիտեք, վիզայի ժամկետի խախտման դեպքում որևէ տուժ կամ տուգանքներ չի կիրառվել այդ քաղաքացիների նկատմամբ, որոնք որ ստիպված են եղել մնալ։ Փաստաթղթերի հետ կապված հարցերում բավականին դյուրություններ են ապահովել։ Իհարկե մեր այդ ուղևորափոխադրումները իրականացնելիս մենք անպայման տեղեկացրել ենք տեղական իշխանություններին, որոնք որ նաև իրենց հերթին սահմանային անցակետերին են տեղեկությունը փոխանցել, որպեսզի դյուրացվի կամ արագացվի քաղաքացիների հոսքը սահմանային կետերում։ Այսինքն միշտ բարձր պատրաստակամությամբ եւ հատուկ պետք է նշեմ, որ շատ լավ կազմակերպված աշխատանքի արդյունքում հաջողվել է հնարավորին չափ մեղմել բարդությունները, այսպես ասած։ Պարոն Գրիգորյան, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի կա Արաբական Միացյալ Էմիրություններում եւ արդյոք նրանք Հայաստան վերադարձի առնչությամբ խնդիրներ ունեն։ Գիտեք, բավականին դժվար հարց է, որովհետև մեր ըստ պաշտոնական տեղեկությունների Արաբական Միացյալ Էմիրություններում գրեթե 5.500 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կան, բայց այստեղ խնդիրը չի վերաբերվում նրանց վերադարձի կամ վերադառնալու ցանկության մասին, որովհետև նրանց մեծ, այսինքն իմ նշած թիվը այդ անձիկ կեցության իրավունքով են գտնվում էմիրություններում, այսինքն բնակվում են այստեղ աշխատանքային պայմանագրերով կամ տարբեր տեսակի այլ
կարգավիճակ ունենալով գտնվում են Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այսինքն եւ իհարկե ինչպես նշեցի ուսանողներ, որոնցից ընդամենը 4-ն են մնացել, հիմա բոլորը վերադարձել են Հայաստան կամ այլ երկրներ, լքել են Էմիրությունները։ Իմ ասած այդ թիվը 5.500-ը չի վերաբերվում միայն Հայաստանից ժամանածներին, որովհետև շատ ազգությամբ հայեր տարածաշրջանի այլ երկրներից, հիմնականում արաբական երկրներից ժամանել են Էմիրություններ եւ այստեղ իրենց կեցությունը ունենալով երկքաղաքացիություն, նաև Հայաստանի քաղաքացիություն, իրենց կեցության հաստատները ձևակերպված է Հայաստանի քաղաքացու անձնագրով։ Եվ այս մարդկանցից բավականին մեծ մաս էլ Հայաստան վերադառնալու կամ խնդիր չունի։ Պարոն դեսպան, քանի որ նշեցինք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ամենապահանջվածը տուրիստական ուղղություններից է, ինչպես կարող եք բնութագրել անվտանգային իրավիճակն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում։ Գիտեք, անցել է բավականին ծանր փուլ պետությունը։ Ամենաշատ օդային հարվածները հասցվել են Արաբական Միացյալ Էմիրություններին, դրանց թիվը գերազանցում է 2800-ը տարբեր տեսակի միջոցներով, այդ թվում անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ, բայց մի շատ կարևոր հանգամանք ուրեմն 2818 երեկվա տվյալներով օդային հարվածներից ընդամենը 52-ն են կարողացել խոցել Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը։ Այսինքն հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են որսալ 98 եւ ավելի տոկոսը արձակված հրթիռների։ Սա չափազանց մեծ թիվ է, իհարկե սա մեծ թիվ է։ Ասեմ, տեղում բնակվողների կյանքը ըստ էության չի փոխվել առերևույթ, բայց քանի որ այո, պետության տնտեսության համար մեծ նշանակություն ունի ծառայությունները եւ տուրիզմը, տուրիստների քանակը բնականաբար խիստ նվազել է։ Գործարար մթնոլորտը բավականին մակարդակը բավականին իջել է։ Հաշվի առնելով նաև այդ, այսպես ասենք, Հորմուզի նեղույցում առաջացած ճգնաժամը, նորից բարդություններ են առաջացել մատակարարումների հետ կապված տարբեր տեսակի։ Այսինքն իհարկե անշուշտ ազդվել է պետությունը, բայց միևնույն ժամանակ բավականին փողոցում, օրինակ, այսպես ասեմ, ահաբեկված սարսափահար մարդիկ չեք հանդիպի։ Ամեն ինչ իր բնականon կյանքով է ընթանում։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ, շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, տեսակապի միջոցով զրուցում էի Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։